Ավենտյուրներն անորանք շատ հաճելի է, ես տեսնել եմ, կուզեի մի քիչ ներկայացնես, ինչով ես զբաղվում, ինչ կառույցներում կաս հիմա։ Ողջույն Նարեջան ու ողջույն բոլորին, ես եմ ուրախ այսօր էստեղ լինել, շատ խառը բաներով եմ զբաղվում, բայց եթե կարճ ասեմ, աշխատում եմ գենտերի ու խաղաղաշինության հետ ինտերսեկցիայում հատման տեղում, տարբեր տեղական և միջազգային կառույցների հետ, օրինակ APY-ի, նաև դասընթացավար եմ, որ նույն թեմատիկ դաշտում եմ աշխատում, այդպես խորհրդատվություն եմ անում էլի նույն դաշտում, չվարդ է հիշել է։ Կարևորը մեր այսօրվա խոսակցության մեջ ես և այդ ոլորտում աշխատում ես, այսօր քննարկելու ենք միկրոֆեմինիզմը, ինձ շատ է հետաքրքրում ավելի մանրամասն իմանալ միկրոֆեմինիզմի ֆունկցիաների մասին և թե ոնց կարող ենք մենք միկրոֆեմինիզմը կիրառել ամենօրյա կյանքում և առաջին հարցը, որ ուզում եմ քեզ տամ, թե միկրոֆեմինիզմը ինչով է տարբերվում ինստիտուցիոնալ ֆեմինիզմից կամ հասարակ ֆեմինիզմից, որի հետ մենք ամեն օր առնչվում ենք մեդիայում։ Ես էլ միկրոֆեմինիզմ բառը երբ թե տարիներ առաջ եմ մի անգամ կարդացել, հետո բովանդակության մի մասն ինքս լցրել եմ էլի, ոնց որ փորձել եմ հասկանալ լավ ի վերջ այդ ինչ է ինձ ենթադրում։ Ու երբ որ մարդիկ լսում են ֆեմինիզմ բառը, գուցե այդ առաջնային ընկալումը միշտ այնա, որ ինքը ինչ-որ մեծ բան է, ինչ-որ նաև մի քիչ կոնֆրոնտացիոնալ իմաստ ունի և իհարկե հակասական պատկերացումներն էլ առկա են, որ գիտենք, դրանց հետ իհարկե առանձին վիճելու դաշտում են, բայց մի հատ միտք, որ կարևոր է ունենալ, այդ այնա, որ փոփոխությունները մենակ օրինական և ինստիտուցիոնալ դաշտում չի, որ կատարվում են, հա, ու եթե մենք ուզում ենք իրական փոփոխություններ ունենալ, ապա դրանք պետք է գան մեր ամենօրյա սովորությունների, մեր լեզվի դաշտ և նաև մեր ուշադրությունը միշտ տանք նրան, թե մենք մեր ամենօրյա վարքում և ամենօրյա ընտրություններում ինչ տիպի բաների ենք տարածք տալիս, ում ենք տարածք տալիս, ում չենք տալիս, ինչի ենք տալիս այդ տարածքը և ինչին չենք տալիս, ինքը գալիս է այս մեր ամենօրյա վարքի և ընտրությունների մակարդակ և այդ մակարդակում ինքը նաև այնքան պակաս կոնֆրոնտացիոնալ ու ավելի հասկանալի է դառնում և մանավանդ փոփոխությունների մակարդակում էլ շատ ավելի ազդեցիկ է դառնում։ Այսինքն միկրոֆեմինիզմը ավելի շատ նրա մասին է, թե ինչպես մենք կարող ենք ինչ-որ մեթոդներ կիրառել, որպեսզի մեր ամենօրյա կյանքում օգտագործենք ֆեմինիզմ և ավելի հեշտացնենք մեր կյանքը և նույնպես մեր ինքնագնահատականը որպես կին բարձրացնենք։ Հա, հենց այդպես։ Ես միշտ ասում եմ, որ շատ կարևոր է ֆեմինիստ լինել ոչ միայն այն ամենաէպիկ գենդերազգայուն սցենարներում, հա, ինչ-որ բռնության իրավիճակա կամ չգիտեմ շատ դասագրքային իրավիճակներում, այլև շատ պարզ քայլերի միջոցով, ոնց եմ ես վարվում իմ կողքին նստած կնոջ հետ, հա, և առհասարակ այն ամենափոքր արարքները, այն ամենափոքր մոտեցումները, որ ես ցուցաբերում եմ իմ ամենափոքր ոնց որ այդ շրջանակում գտնվող աղջիկների և կանանց նկատմամբ ու ինքս նաև այդ թվում ինչ տիպի վարք եմ ցուցաբերում, որը և օրինակ է ծառայում ուրիշ մարդկանց համար և նաև ուրիշ մարդկանց համար թույլատրելի ու անթույլատրելի սահմաններն է հստակեցնում։ Նշեցիր, որ ոնց ենք վարվում կանանց և փոքր մեր աղջիկների նկատմամբ, բայց նաև ինչ-որ ձև կարելի է կիրառել միկրոֆեմինիզմը տղամարդկանց հետ շփման մեջ։ Այո, ինձ թվում է տղամարդկանց հետ շփման շատ մեջտեղում է ամեն դեպքում մնում այդ արարքները միկրոֆեմինիստական և որ մի քանի օրինակ բերեմ ավելի պարզ կլինի։ Ես վերջերս նկատել էի, որ գուցե միտումնավոր չէի անում, բայց միշտ երբ որ մեյլ եմ գրում ու միքս խմբի եմ գրում, որտեղ և տղամարդիկ և աղջիկներ կան, միշտ կանանց անունները դիմացից եմ գրում, հետո տղամարդկանցը և այս ինքն իրանով ոչ մի բան չի նշանակում, բայց երբ որ իրան վերցնում ես ի համեմատություն են իրականության, որ միշտ տղամարդկանց անուններն են սկզբից եկել և առհասարակ միշտ կանանց նկատմամբ այդ կրեդիտը, ուշադրությունը և այլն միշտ երկրորդային է եկել, այս կոնտեքստում ինքը արդեն նշանակում է ինչ-որ բան։ Եվա Եվադան։
Հասկացա։ Իսկ օրինակ որ ասում ես ինչ որ կանանց հետ շփման մեջ կարելի է կիրառել միկրոֆեմինիզմը, ինչ միջադեպերում կարելի է կիրառել։ Ես պատմեմ, ես ինչ միջադեպերում եմ կիրառում, բայց բոլորը ձեր ոնց որ տեղերում դրի ուրիշ իրավիճակներում եք էլի այդ կիրառելու։ Օրինակ աշխատանքի մեջ, երբ որ պետքա ընտրենք էքսպերտների հրավիրել, որ չգիտեմ մեր ծրագրերում մասնակցեն եւ այլն, եւ ունենք ցանկ։ Ես միշտ առաջնահերթություն տալիս եմ կին էքսպերտների, իրանց հրավիրում եմ, հետո հարմար չի լինում նոր տղամարդկանց հրավիրում։ Կամ փորձում եմ նորմալիզացնել այն միջավայրը, որ կանայք իմանան, որ օքեյ է, որ գալիս են տրեյնինգի, աշխատանքի եւ այլն իրանց երեխաների հետ, հա։ Միշտ sense մտքից տակ ունեմ, որ այս մի սենյակը ազատ պահենք, որ եթե երեխաների հետ կան, նախ մենք բոլորս մեր վարքով այդ նորմալիզացնենք եւ այստեղ էլ պատրաստ լինի, որ հանգիստ երեխին թողնեն եւ կան աշխատանքի։ Շատ ավելի մանր դեպքեր կան։ Ես օրինակ նկատել եմ շատ աղջիկներ սիրում են իրանց արած գործերը եւ իրանց հաջողությունները վերագրել բախտին, ու միշտ խոսքի մեջ ասում են, հա բախտս բերեց, այս sense եղավ, ես միշտ այդտեղ իրանց կանգնացնում եմ, ասում որ բախտը չի բերել, դու դրան հասել ես քո աշխատանքի կամ քո տաղանդի միջոցով, հա։ Մենք շատ հակված ենք այդ անելու ինքներս մեր նկատմամբ։ Իսկ նաև դա չի օրինակ որ նշեցիր, որ օրինակ ինչ որ մասնագետի պետք է հրավիրես, բայց ընտրում ես հիմնականում կանանց։ Դա չի կարող ընկալվել որպես սեքսիզմ։ Շատ լավ հարց է, իմ սիրած հարցերից է։ Ընկալվել կարող է, հա, որ շատ մարդիկ ընկալում են եւ այս այն նույն դաշտում է, ոնց որ այն քվոտաներն է, հա, այդ էլ հաճախ ընկալում են սեքսիզմ, բայց ինչի պետք է կանանց թվականակի վրա դրած լինի, տղամարդկանց չէ եւ այլն։ Այս գուցե ամենալավ օրինակը այս ճիշտ կլիներ այս զրույցը տանել, եթե մենք զրոյական մեկնակետում լինեինք, հա, այսինքն կանայք էլ տղամարդիկ էլ հավասար հնարավորություններ ունենան եւ իհարկե մի կողմին ոնց որ առաջ տանելը կստացվեր սեքսիզմ, բայց որտեղ մենք զրոյական մեկնակետում չենք, եւ այս օրինակը բերում եմ, որ ոնց որ եթե ունես երկու խումբ եւ այդ խմբից մեկը սոված է եւ դու ունես ուտելիք, հիմա որ դու այդ ուտելիքը տալիս ես սոված խմբին, ստացվում է, որ այն խմբի նկատմամբ սեքսիզմ է, թե ըստ կարիքի բաշխում ես ռեսուրսները։ Իսկ սա ասում ես որպես խնդիր Հայաստանում, թե գլոբալ, այսինքն նույն ձև պետք է վարվել նաև ուրիշ երկրներում, թե մենակ ինչ-որ պոստ-սովետական երկրներում կամ ավելի կոնսերվատիվ հասարակության։ Դե աշխարհում չկա մի երկիր, թեկուզ մի երկիր, որ ոնց որ գենդերային արդարության է հասել, եթե ասած ասենք։ Իհարկե գենդերային ինդեքսը, գենդերային խտրականության ինդեքսը տարբեր երկրներում տարբեր է եւ շատ ավելի ցածր է։ Մեր տիպի երկրներում, նոր զարգացող երկրներում եւ հարաբերականորեն ավելի լավ է օրինակ սկանդինավյան թևի երկրներում, բայց այս դրական գործողությունը կոչվում ինքը թեորիայում, այսինքն այն որ դու ոնց որ ավել քայլ ես անում, որ կանայք ինչ որ մի հատ ավել քայլ անեն իրենց հերթին, իմ համար այս չափազանց ընդունելի պրակտիկա է եւ արվում է բոլոր երկրներում։ Ամերիկայում իհարկե վերջերս դրա շուրջ բոլոր քլեշերը եղան։ Բոլորս տեղյակ Բայց ինքը ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկա է, միշտ իր շուրջ կան խոսակցություններ, բայց հա, եւ իհարկե այստեղ կարեւոր է հասկանալ, որ այս քանակի եւ մասնակցության համար է եւ այս իհարկե առաջին քայլն է, բայց ինքը վերջնական լուծման չի բերում, հա, բայց մենք չենք կարող որակական փոփոխություն ունենալ, եթե քանակական չունենանք, եթե չապահովենք, որ այսինչ քանակի կանայք կան օրինակ պարլամենտում, ուրիշ բանի մասին էլ չենք կարող խոսել։ Հա, միշտ չի որ այդ քանակը, չգիտեմ, խնդիրները լուծում է կամ բազմաթիվ այնտեղ հարցեր կան։ Օրինակ ուժերի հարաբերակցությունը ինչ որ կազմակերպությունում ոնց է արտահայտվում եւ արդյոք միկրոֆեմինիզմը կարող է ինչ-որ ձև օգնել, որպեսզի բալանս ստեղծի ինչ-որ կառույցի մեջ։ Շատ հետաքրքիր ու բարդ հարց է իրականում, ինձ թվում է մի քանի շերտ ունի, ու երիքը առաջին հերթին արժի խոսել են սոլիդարությունից, որ առաջնորդական տեղեր զբաղեցրած կանայք կարող են ցուցաբերել, հա, նոր իրանց ճանապարհը նոր անցնող կանանց նկատմամբ։ Անցած տարի թե մի 2 տարի առաջ ընկերություններից մեկը մի հատ արշավ էր արել մարտի 8-ին, Women Hiring Women Tech ընկերություններ,
ու այդ օրերին իմ տեսած լավագույն բաներից մեկն էր, որովհետև ինձ թվում է կանայք ահագին երկար ժամանակ ոնց որ սոցիալիզացվել են այդ մրցակցության մշակույթի մեջ եւ ահագին բարդ է այդ բաց թողնել։ Մի հատ բան, որ ես անում եմ, դա նա որ նախ ոնց որ զբաղվածությունից ոնց որ ուղղությունից դուրս գալով հաճախ նենց սենյակներում եմ, որտեղ միակ կինը ես եմ։ Առաջին հերթին շարունակում եմ գնալ այդ սենյակներ, որտեղ միակ կինը ես եմ, որ այդ մարդկանց մոտ իհարկե հարց բերի, ոնց որ աչքին գա, հա, իրանց, որ մի աղջիկ է։ Եվ միշտ հարց ունեմ շատ քաղաքավարի ձևով, բա ինչի՞ եմ ես միակ կինը այստեղ, հա, որ նաև այդ հարցը իրանց մի հատ էլ գնա։ Եվ մյուս անգամ, որ կազմակերպեն, չգիտեմ, այդ նույն միջոցառումն է ինչն է, այդ զնգա իրանց մոտ, որ գուցե, որտեղ իրանք սովորության ուժով հրավիրել են տղամարդկանց, ովքեր միշտ ներառված են եղել, եւ այս բանը, որ ոնց որ ես չեմ ուզում ստանամ պրոֆիտ նրա հաշվին կամ կրեդիտ նրա հաշվին, որ ուրիշ կանայք բացակայում են այդ տարածքներից։ Եվ իհարկե նաև մեր վերաբերմունքով կին առաջնորդների նկատմամբ, մաքսիմալ իրանց նկատմամբ աջակցություն ցույց տալով եւ էլի շատ հաճախ տեսնում եմ ոնց են օրինակ էլի պաշտոն զբաղեցնող կանայք խոսում, ինչ որ բան առաջարկում եւ չեն ստանում են նույն ուշադրությունը, հարգանքը, տեսելու ոնց որ ստանում են տղամարդիկ, ստեղ էլ միշտ ուշադրությունը բերում եմ, ասում եմ, բայ Արմինեն բան ասում, պանուններ պատահական են, Անին բան ասում, միակ կլսեք եւ այլն։ Ու կապ չունի իրականում ինչքան մեծ պաշտոն կամ ինչքան մեծ ազդեցություն ունեցող կին ես, մեկը այդ քո սոցիալիզացիան քեզ հետ է պահելու իսկապես վերցնելու այն տարածքը, որ դու պետքա վերցնես։ Այսպիսի մանր արարքները կարող են նպաստել փոփոխությանը, իսկ արդյոք միկրոֆեմինիզմը կարող է գոյատևել առանց ակտիվիզմի։ Ինձ թվում է ոչ մեկը առանց մյուս նախ իմ կարծիքով միկրոֆեմինիզմը եւս ակտիվիզմի ձև է, բայց ոչ մեկը առանց մյուսի գոյատևել չի կարողանա, հա, եթե մենք ինստիտուցիոնալ մակարդակում փոփոխություն չունենանք, ապա այն կանայք, ովքեր ամենօրյա ֆեմինիզմ են պրակտիկանում, իրանք այդ տարածքը եւ այդ թույլտվությունը չեն ունենա այդ անելու եւ հակառակը, եթե փոփոխությունները լինեն թղթի վրա, բայց չգան մեր կյանքեր, այդ փոփոխությունները ոչ մի իմաստ չեն ունենա։ Ի վերջո Հայաստանում այս վերջին շրջանում ահագին լավ թղթի վրա ահագին լավ փոփոխություններ ա, որ ունեցել են ահագին գենդերի եւ կանանց հետ կապված ահագին օրենքներ վերանայվել են, լիք լավ փոփոխություններ են արվել։ Մեզ մնում է նաեւ այդ փոփոխությունները իջացնել մեր ամենօրյա կյանքի մակարդակ։ Այսինքն համակարգային փոփոխությունը ավելի շատ միկրոֆեմինիզմի ինչ-որ ճյուղ է, ոնց կարող ենք սահմանափակել, քան ֆեմինիզմի։ Ինձ թվում է, որ ամեն երևույթ էլ ու ամեն տեսակի փոփոխություն էլ պետք է այդ երկու ճանապարհով էլ գնա, եւ համակարգային փոփոխություն պետք է լինի, օրենքներ, թղթեր, չգիտեմ, սիստեմներ եւ այլն, բայց նաեւ ինքը պետք է գա մեր լեզվի, սովորությունների, վարքի, առօրյա որոշումների մակարդակ, թե չէ ոնց որ այն իսկական փոփոխությունը չենք տեսնելու, էլի ոչ մի կերպ։ Համաձայն եմ, ֆեմինիզմը շատ ճյուղավորումներ ունի։ Օրինակ, քո կարծիքով իրական ֆեմինիստը պետք է ռադիկալ ֆեմինիստ լինի, թե կարող է ինչ-որ ավելի փոքր բաներից սկսել, նոր ասել ռադիկալ ֆեմինիզմից, թե դու պարտադիր, եթե ֆեմինիստս պետք է ռադիկալ ֆեմինիստ լինես։ Կարծում եմ, որ իրականում երկու տարբերություն կա, հա, արժի, երբ որ ինչ-որ բանի հավատում ես, ռադիկալ կերպով դրան հավատաս, չնայած ինչ-որ մի տեղ էլ շատ սիրուն է միշտ կասկածի տեղ թողնելը եւ այդ խելացի, եթե բարձրացան խելացի մարդու նշանը, բայց իհարկե հավատալ ռադիկալ կերպով այդ շատ կարևոր է, բայց թե ինչ մոտեցում ենք ունենում այդ խնդրին, այդ ուրիշ է։ Իմ կարծիքով լավագույն փոփոխությունները գալիս են փոքր քայլերի արդյունքում եւ ոչ թե, եւ ոչ միայն իմ կարծիքով հեղափոխությունների եւ ավելի տենց ագրեսիվ արարքների արդյունքում, չնայած ռադիկալ լինել դրա հետ կապ չունի։ Ինչ մոտեցում, որ ես ունեմ, դա նա, որ երբեք մեղադրանքի հարցակման եւ այլն այս լեզվով չեմ խոսում ոչ տղամարդկանց եւ ոչ կանանց հետ, հա, որովհետեւ տեղը կա երկուսի հետ էլ խոսելու, բայց ոչ այն, որովհետեւ
Միշտ երբ որ չգիտեմ տղամարդկանց օրինակ մեղադրում ենք, որ տեսեք, այսքան հանցագործության պատասխանատու դու եք բանտերում, այսքան դուք եք բանտերում, այսքան մարդուց այսքան տոկոսը տղամարդիկ են բռնություն անում եւ այլն, սրա պատասխանը միշտ, երբ որ հարձակվում ես, դրա պատասխանը միշտ կամ հետ հարձակվելն է կամ պաշտպանվելը, հա, defense մոդի գնալը։ Մենք ոչ այնպես ինդիվիդուալին մեղադրել։ Հենց դա։ Ոնց որ ասած չգիտեմ, դու արաբ ես, բայց ձեր ազգը սենց բաներ արել, այս թվականին մի քիչ ճիշտ չի։ Այդ ճիշտ չի, բացի դրանից նաև խնդիրը այստեղ սիստեմն է, հա, ոչ առանձին տղամարդիկ, ոչ առանձին կանայք։ Եվ նույն կերպ կանանց դեպքում էլ ինձ ոնց որ տենց շատ ուժեղ, երկնային ուժեր են օգնում, որ ես շատ եմ տրիգերվում, երբ որ տեսնում եմ կանանց, ովքեր ինքնախտրականացմամբ են զբաղվում, հա, իրանք վնասում են, բայց նորից ինքս ինձ հետ եմ բերում ու հիշեցնում եմ, որ փոփոխության չենք գալու, փոփոխության գալու ենք մենակ հասկացման ու սիրո լեզվով, համբերատարության, հասկացման, փոքր արարքների, սպասելու, մինչև այդ մարդկանց մոտ այդ փոփոխությունը կգա տարածք տալու, փորձելու, սխալվելու, մի օրում չի լինելու։ Հա, այդ հաստատ։ Այսինքն, արդյունքը սկսվում է ձևավորվել այն պահից, որ դու սենյակում ասում ես ուր են մնացած կանայք, ինչու կանայք չկան, և հաջորդ անգամ, երբ որ տղամարդիկ որոշում կայացնելուց լինեն, նրանք կտրան կանանց, և միգուցե դրա հաջորդ անգամը կինը ասի, թե ով է գալու։ Կարծում եմ մի քիչ ավելի նյուանսավորված է գնալու փոփոխությունը, օրինակ մի անգամ որ ասեցի ուր են կանայք, հաջորդ անգամ հաջորդ կազմակերպելուց իրանց մտքին այդ գալու է, բայց հələ քայլը չեն անելու, որ կանանց հրավիրեն, մյուս անգամ մի հատ ծանոթ կնոջ ասելու են գա ձևի համար տեղ լինի, իրանց կարծիքով էլի ձևի համար, եւ այն մյուս անգամ այդ մյուս կինն էլ է հարցնելու բա ուր են կանայք եւ այլն, եթե բոլորս միկրոֆեմինիզմ եք էլի պրակտիկա անում, եւ փոփոխությունը այսպես քայլ-քայլ է գալու էլի։ Եվ իհարկե ոչ միայն սենյակներում լինելու, այլև, չգիտեմ, էլի կանանց տարածք տալու, իրանց ուշադրություն, կրեդիտ, ապահովության զգացում, այնքան շատ դաշտերում եւ պրոֆեսիոնալ եւ անձնական դաշտում այնքան շատ ամենօրյա անելիքներ կան, որոնք ոչ թե բարդություն, ոչ մի կերպ բարդություն չեն էլի ու մենք հաճախ վստահ եմ բոլորս էլ այդ անում ենք, ովքեր մի քիչ գենդեր ազգայնություն ունենք, բոլորս այդ անում ենք, ուղղակի անունը չենք դրել միկրոֆեմինիզմ ու տեղյակ չենք, որ այդ անում ենք։ Ինձ թվում է փոքրուց է դա ինչ-որ ձև սկսում դրսևորվել, ինչ-որ պահի կարող է ուժեղ դրսևորվել, ինչ-որ պահին թույլ ձևի, բայց ամեն դեպքում ինձ թվում է կա, իսկ եթե արդեն անուն դնենք, ինձ թվում է ավելի հեշտ կլինի պրակտիկայում կիրառել դա, երբ որ արդեն քո մտքի մեջ կա, որ ես կարամ սենց վարվեմ այս սիտուացիայի ընթացքում ու ես կարամ այս ասեմ, այս նպատակով ու ոնց որ արդեն զգացում ես ունենում քո մեջ, որ դու ինչ-որ բան արել ես։ Հա, իսկապես, եթե իրոք բոլորս ոնց որ ֆեմինիզմ ավելի փոքր տարիքում ֆեմինիստներ ենք լինում, մինչև չենք սովորում չլինել, մինչև unlearn չենք անում, հա, այդ մեր իմացածը ուրիշ սոցիալիզացիա անցնում, այդ շատ լավ միտք էր։ Ու հա, եթե անունն էլ դնում ենք ինչ-որ մի բան, մենք էլ այդ զգացողությունը ունենում ենք, որ ինչ-որ մի բանի, ինչ-որ մի շարժման, ինչ-որ մի արժեքի նպաստում ենք, նենց որ հա, որ անուններ իմանում ենք ավելի լավ ենք մեզ հաղթանակներ ենք ունենում մեր ուղեղի մեջ ու դա ավելի շատ է մոտիվացում, որ մենք մի բան այսօր արեցինք մեր հասարակության համար ու դա նույնիսկ կարող է բերել ավելի մեծ արարքների, ավելի մեծ հաղթանակների։ Հա, իսկապես։ Հիմա ես էլ եմ ավելի լավ զգում միկրոֆեմինիզմի հետ կապված։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր սրանից զրուցեցինք, իսկականից շատ հետաքրքիր էր ու ինձ թվում է այս վերջին միտքը կարա լիք աղջիկների մոտիվացնի, որ իրենք կիրառեն միկրոֆեմինիզմը և նույնիսկ կարող են հետևել առաջընթացին իրենց։ Հա, շատ հետաքրքիր, ես էլ շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցերի համար ու այս մեր զրույցի։ Մերսի շատ, մենք կտեսնենք։ Ընկեր, կսպասեմ։